Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ, ընդամենը 3 կամ առաջի օրը հնչած այլևս այս Չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածին, որը իր խորքով, իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով պարզապես մեզ համար Պրագա 2-ն այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին հոկտեմբերի 6-ին ստորագրելով, համաձայնելով հանձնել Արցախը, հանձնել մեր հայրենիքը թշնամուն, ուղղակի թշնամուն, մեր հայրենիքը հանձնելով ոչ միայն հողը, այլ մեր հայրենական ժառանգությունը, մարդկանց, շիրիմները, սրբավայրերը եւ ամենը։ Եվ այո, այս օրերին այս խաղաղության պայմանագիր կոչված, ճակերտավոր ասած, այս չարիքի մեջ, նաև չարիքով ավելի ճիշտ, նաև այսօր տեղի ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2, այսինքն հանձնելու բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ։ Եվ ինչ էր ասում, մենք տեղեկություն ունենք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին եւ ասել, որ հայտարարությամբ պիտի հանդես գա կամ դիմումով հանդես գա եւ այսպես դիմելով ժողովրդին կամ ինչ որ կերպով ժողովրդին հաղորդակից դարձնելով, որ այդ պայմանագրի հիշում եք 17 կետեր այլևս որոնք վերջին 2-3 կետերը համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են եւ այլն եւ այլն։ Եվ սակայն ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական, ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջի այլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը եւ անդրադարձը համարժեք չլինի, նախ արտգործնախարարի շրթունքներով եւ ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին եւ ապա նա ստախոսը լրագրողների հետ ոտքի վրա այսպես իմիջի այլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք, բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են եւ ինչ էին այդ կետերը միջազգային կամ եվրոպական դատարաններից դատերը հետ քաշելը այդքան գովերքված եվրոպական դիտորդներին կամ իրենք բնութագրած երրորդ ուժի ներկայության ողջ սահմանագծից հետ քաշելը Ադրբեջանի հետ սահմանագծից, որի սահմանները ճշտված չեն որևէ կերպ եւ չեն էլ ճշտվելու բնականաբար, այլ միայն հանձնվելու է Հայաստանից տարածքներ, մեր հայրենիքը կտոր ինչպես տեղի է ունենում եւ ինչպես ասացի միջանցքը եվրադատարաններից դատերի հետ քաշելը եւ նաեւ այդ եվրադիտորդների ուղղակիորեն չգոյությունը սահմաններ, որը այդքան գովերքում էին, փառաբանում էին եւ համարում էին որպես ինքնիշխանության եւ այլ այսպես զավեշտալի բնութագրումների արկայություն մեր կյանքում։ Ուրեմն եւ միևնույն ժամանակ ասում է, որ ժողովուրդը ամբողջությամբ տեղյակ է, ժողովուրդը ոչ մի բանից էլ տեղյակ չէ։ Ուրիշ հարց, որ դուք զանազան առիթներով այս կամ այն կերպով այդ բոլոր կետերը ինչ որ ձևերով մոլորեցնելով, մեկնաբանելով, խաբելով, խաբխփելով առանց որևէ կոնկրետ բանաձևումների տեքստային ներկայության փորձել եք փոխանցել, ինչպես այս վերջինը արեցիք, ինչպես այս 3 կամ առաջին օրը խոսեցիք այդ մասին։ Եվ հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերքում եք, հրապարակես ուղղակիորեն գրավոր տեքստով ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդը իսկապես ծանոթ լինի։ Կամ ելնես եւ բարբաջես, խոսես, ուղղակիորեն խոսես, կետ առ կետ ընթերցելով եւ կարդալով, որպեսզի այլ որևէ ձևով ձեր սիրած բառով մանիպուլյացիաների մեր արտահայտության մոլորեցնելու որևէ առիթ չստեղծել, խարդավանքի, մոլորեցման,
ստի որևէ առիթ չստեղծես եւ մեղքը նորից որևէ մեկի վրա չդնես։ Հավելյալ թշնամու գործիչը անունները չեմ ուզում տալ, հայտարարում է, որ Արցախի պատերազմին ազատամարտին մասնակիցներին պետք է հանձնեք մեզ։ Եվ լրագրողի հարցին պատասխանում է ասելով ես տեղյակ չեմ։ Արդեն 2 անգամ հնչած, հրապարակային հնչած, կարկառում գործչի կողմից այս մարդը տեղյակ չէ։ Սուտ, 1000 անգամ սուտ, ինչպես ամեն ինչի մեջ սուտ, ինչպես խաբեբայություն բոլոր բաների մեջ, այս դեպքում էլ սուտ։ Ինչ է խնդիրը։ Հայտարարել է, որ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, հատկապես հավանաբար հղում կատարելով կամ իմտի ունենալով նախագահներին, ռազմական, քաղաքական գործիչներին, ովքեր դերակատարություն են ունեցել Արցախյան մեր ազատամարտին եւ Արցախի ազատագրության գործում, հանձնել ուղղակի Ադրբեջանի քմահաճույքին կամ դատարանին եւ որևէ խոսք չկա եւ դեռ հակառակը ասելով որ ես տեղյակ չեմ թե ինչ է դա տեղյակ չեմ ուղղակի տեղյակ չեմ սուտ ստախոսություն խաբեբայություն շատ է լավ տեղյակ ես եւ դեռ ավելին ասեմ ոչ միայն տեղյակ ես այլև լուռ ես մնացել եւ դու եւ բոլոր քո կողքը գտնվող որևէ գործիչ նախարարություն կլինի կամ այլն, որոնք կոչված են պաշտոնապես արձագանքելու եւ պատասխանելու։ Դու տեղյակ չես, նախարարությունն էլ տեղյակ չէ, որ քեզ կոչված էր ուղղակի այդ տեղեկատվությունը փոխանցելու։ Տեղյակ եք եւ ոչ միայն տեղյակ եք, այլև մասնակից եք։ Մասնակից եք այդ բոլորը, որովհետեւ մեզ ասած տեղեկություններով տարբեր ատյաններից դուք նաեւ այդ մասին լուռ եք մնացել, ձեզ հնչեցրել են միջազգային ատյաններում էլ են տեղյակ, որ այսպիսի հարց կա եւ դուք լուռ եք մնացել։ Եվ ադրբեջանցի գործիչներ են հայտարարել, քաղաքական գործիչ դիվանագետներ, տարբեր միջավայրերում, որ այո շատ շուտով նաեւ այդ հարցը կլուծվի, ազատամարտի մասնակիցներին հանձնելու հարցը։ Եղել է այսպիսի խոսակցություն եւ մեզ փոխանցել են դա։ Եվ երկրորդը, այս ճանապարհով նաեւ ռազմագերիներին, ռազմաքաղաքական ղեկավարությանը մեր Արցախի նշանակում է հրաժարվել նրանցից եւ այս մասին եւս երբ ասում են թե մենք ամեն ինչ անում ենք սուտ, դարձյալ սուտ, ոչ միայն չեք անում, այլև խնդրում եք տարբեր պետությունների, որ այդ հարցին չանդրադառնան, որպեսզի չվնասեն ձեր դավադիր հանցագործ բանակցություններ ճակերտավոր կոչվածը Ադրբեջանի հետ։ Այո, անում եք դա, անում եք եւ այդ տեղեկություններն էլ են մեզ փոխանցում։ Մեր բազմաթիվ դիմումներին, տարբեր խոսակցություններին, որովհետեւ ձեզանից որևէ կերպով հույս չկա, ուղղակիորեն միջազգային տարբեր կառույցներին, գործիչներին դիմելով, խնդրելով, որպեսզի ռազմագերիների հարցին անդրադառնան, ոչ միայն իմ կողմից, այլ բազմաթիվ կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների կողմից, խմբերի կողմից այդ բոլոր դիմումներին մեկ պատասխան են տվել։ Սրա իրավատերը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Խնդրանքները կամ պահանջները կամ ցանկությունները, դիմումները պետք է գան պաշտոնական Երևանից։ Պաշտոնական Երևանը ոչինչ չի անում եւ դեռ հակառակը նույնիսկ միգուցե համագործակցումը, որպեսզի այդ խնդիրը լուծում չունենա, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր հայրենակիցները, մեր եղբայրները տուն վերադառնան, ղեկավարությունը, գերիները եւ բոլոր նրանք, ովքեր այսօր տառապանքի մեջ են գտնվում թշնամական բանդերում։ Եվ այո, մեզ հրամցնում այս ամբողջի խորապատկերի վրա, մեզ հրամցնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճակերտավոր ասած այս արավիրքը, այո արավիրքը